Բարի գալուստ բուժատետեր։ Մեր դեղատուփում դարակներում թաքնված են բազմաթիվ թանկարժեք խնամքի միջոցներ, բրենդային դեզոդորանտներ, քսուկներ, որոնք խոստանում են հրաշքներ գործել, բայց հաճախ պարզապես դատարկում են մեր գրպանները։ Իսկ ինչ կասեք մի միջոցի մասին, որը արժի ընդամենը 400 դրամ, վաճառվում է ցանկացած դեղատանը, բայց իր արդյունավետությամբ, հեշտությամբ հաղթում է նույնիսկ 10,000 դրամանոց էլիտար պրեպարատների։ Խոսքը լեգենդար Թեյմուրովի մածուկի եւ դրա ժամանակակից հարմարավետ տարբերակի Թեյմուրովի սպրեյի մասին է։ Սա այն բացառիկ դեպքն է, երբ էժանը չի նշանակում վատ։ Սա տասնամյակների փորձով անցած հզոր միջոց է, որն ուղղակի փրկություն է մաշկային մի շարք տհաճ խնդիրների դեպքում։ Ինչի հաշվին է այն աշխատում՝ կազմը։ Այս միջոցի հզորությունը թաքնված է ոչ թե քիմիական բարդ լաբորատոր միացությունների, այլ պարզ, բայց հանճարեղ համադրության մեջ։ Ցինկի օքսիդ եւ տալկ։ Սրանք մաշկի լավագույն սպունգներն են։ Դրանք կլանում են ավելորդ խոնավությունը, չորացնում են բորբոքումները, հանգստացնում մաշկը։ Հաջորդը բորաթթու եւ սալիցիլաթթու, իսկական ախտահանող թիմ։ Սրանք անխնա ոչնչացնում են մաշկի մակերեսին ապրող բոլոր այն բակտերիաներն ու սնկերը, որոնք հանդիսանում են տհաճ հոտի բուն պատճառը։ Հաջորդը մեթենամին եւ ֆորմալդեհիդ։ Սրանք նվազեցնում են քրտնագեղձերի ակտիվությունը, արգելակելով չափից ավելի քրտնարտադրությունը։ Անանուխի մենթոլի յուղ տալիս է թարմություն եւ հովության հաճելի զգացողություն, միանգամից վերացնում է հոգնածության զգացումը ոտքերում։ Ահա 5 լուրջ առողջական խնդիր, որը կօգնի ձեզ լուծել հենց Թեյմուրովի քսուկը։ Առաջին ոտնաթաթերի ուժեղ քրտնատվություն։ Շատերի մոտ ոտնաթաթերի չափից շատ քրտնելը կապված չէ շոկի հետ, այն կարող է լինել գենետիկ առանձնահատկություն, սթրեսի արդյունք կամ սինթետիկ գուլպաների եւ անորակ կոշիկների հետևանք։ Ոտնաթաթերը դառնում են մշտապես թաց, ինչը ոչ միայն տհաճ է, այլև վնասում է մաշկի պաշտպանիչ շերտը։ Ինչպես է աշխատում Թեյմուրովը։ Մածուկի մեջ առկա ֆորմալդեհիդը եւ մեթենամինը գործում են անմիջապես քրտնագեղձերի ծորանների վրա։ Նրանք ժամանակավորապես նեղացնում են այդ ծորանները, բնականon հունի բերելով քրտնարտադրությունը, իսկ տալկն ու ցինկը զուգահեռաբար կլանում են արդեն իսկ արտադրված խոնավությունը։ Արդյունքում մաշկը մնում է չոր, նույնիսկ փակ կոշիկների մեջ երկար ժամանակ անցկացնելիս։ Հաջորդը ոտքերի եւ կոշիկների տհաճ հոտ։ Մարդու քրտինքը գրեթե 99%-ով ջուր է եւ հոտ չունի, սակայն ոտքերի փակ, տաք եւ խոնավ միջավայրը կատարյալ ինկուբատոր է բակտերիաների համար։ Այդ բակտերիաները սնվում են մաշկի մահացած բջիջներով եւ արտազատում են քիմիական միացություններ, որոնք էլ ունենում են հենց այդ սուր ու տհաճ հոտը։ Ինչպես է աշխատում Թեյմուրովը։ Այստեղ գործի են անցնում բորաթթուն եւ սալիցիլաթթուն։ Սրանք հզոր անտիսեպտիկներ են, որոնք բառացիորեն ոչնչացնում են տհաճ հոտ ստեղծող բակտերիաների բնադրավայրերը։ Չկան բակտերիաներ, չկա նաեւ հոտ։ Ավելին, անանուխի յուղը իր հերթին թողնում է թեթև թարմ բուրմունք, չեզոքացնելով կոշիկի մեջ առկա ներծծված մնացորդային հոտերը։ Հաջորդը շփաբոր բեր եւ մաշկի կարմրություն։ Սա հաճախ հանդիպում է ավելորդ քաշ ունեցողների, մարզիկների կամ ամռանը երկար քայլողների մոտ։ Մաշկի ծալքերում, հատկապես ազդրերի ներքին մասում, դեվատակերում, կրծքի տակ, մաշկը շփվում է մաշկին կամ հագուստին։ Քրտինքի առկայությունը գրգռում է այդ հատվածը, առաջանում է ուժեղ կարմրություն, մորմոքոց եւ ցավ։ Թեյմուրովի քսուկի մեջ առկա ցինկի օքսիդը հանդիսանում է լավագույն մաշկապաշտպան միջոցներից մեկը։ Այն օգտագործվում է նույնիսկ մանկական տակտիլների կրեմներում։ Մաշկին քսվելիս մածուկը ստեղծում է անտեսանելի, բայց ամուր մեխանիկական պատնեշ։ Այն նվազեցնում է շփումը, չորացնում է բորբոքված հեղուկը եւ ունենում է տեղային հանգստացնող վերական լողազեսյուն։ Ցավն ու կարմրությունը անցնում են ընդամենը 1 գիշերվա ընթացքում։ Հաջորդը թևատակերի գերքրտնարտադրություն։ Սովորական դեզոդորանտները հաճախ միայն քողարկում են հոտը, իսկ թեթև անտիպերսպիրանտները չեն դիմանում օրվա ակտիվ ռեժիմին եւ հորմոնալ բռնկումներին։ Արդյունքում հագուստի վրա հայտնվում են թաց շրջանակներ, թևատակերը միշտ թաց են լինում, հետքերը երևում է հագուստի վրա, ինչը բնականաբար տհաճ է եւ կաշկանդում է մարդուն։ Թեև Թեյմուրովի մածուկը հիմնականում նախատեսված է ոտքերի համար, սակայն այն հիանալի կիրառվում է նաև թևատակերում, հատկապես եթե օգտագործեք սպրեյ տարբերակը, որը շատ հարմար է ցողելու համար։ Այն երկար ժամանակով արգելակում է քրտնագեղձերի գերակտիվությունը։ Սակայն թևատակերի մաշկը շատ ավելի նուրբ է, քան ոտքերինը, ուստի այստեղ պետք է քսել շատ քիչ քանակությամբ եւ ոչ մի դեպքում չօգտագործել սափրելուց անմիջապես հետո։ Հաջորդը մաշկի թեթև սնկային ախտահարումներն են, միկոզներ։ Ոտնաթաթերի հաճախակի խոնավությունը հանգեցնում է մաշկի վերին շերտի փափկեցմանը։ Սա դուռ է բացում սնկային ինֆեկցիաների համար։ Հայտնվում է անտանելի քոր, հատկապես մատների արանքում, մաշկը սկսում է թեփոտվել, ճաքճքել, թացանալ։
Մածուկի մեջ պարունակվող սալիցիլաթթուն օգնում է մաշկին ազատվել մահացած, վնասված բջիջներից, թույլ չտալով սնկին սնվել դրանցով, իսկ կազմի մեջ առկա բորաթթուն ստեղծում է թթվային միջավայր, որում սնկերը պարզապես չեն կարողանում բազմանալ և գոյատևել։ Այն վերացնում է քորը և թույլ չի տալիս, որ թեթև խնդիրը վերածվի ծանր սնկային հիվանդության։ Մածուկ թե սպրեյ, որն ընտրել։ Այս երկու միջոցներն էլ ունեն նույն նպատակը, բայց տարբերվում են իրենց կառուցվածքով և կիրառման հարմարավետությամբ։ Թեյմուրովի մածուկը սուքը խիտ է, սպիտակ գույնի, ունի թեթև մենթոլային հոտ։ Այն գործում է որպես ծանր հրետանի։ Մաշկի վրա թողնում է պաշտպանիչ, չորացնող շերտ, ինչի շնորհիվ ուներում է երկարատև և խորը ազեսյուն։ Իդեալական է տանը քնելուց առաջ օգտագործելու համար։ Թեյմուրովի սպրեյը։ Սա ժամանակակից ռիթմով ապրող մարդկանց համար է։ Այն թափանցիկ հեղուկ է, որը հեշտությամբ ցողվում է մաշկին, վայրկենապես չորանում է և հագուստի վրա հետքեր չի թողնում։ Շատ հարմար է վերցնել աշխատանքի, մարզումների կամ ճամփորդության գնալիս։ Արդյոք պետք է Թեյմուրովի մածուկին կամ սպրեյին զուգահեռ օգտագործել սովորական դեզոդորանտ։ Սա թերևս ամենաշատ տրվող հարցն է։ Ոչ, պետք չէ և նույնիսկ խորհուրդ չի տրվում։ Թեյմուրովի մածուկն ու սպրեյը իրենցով հանդիսանում են չափազանց հզոր հակաքրտինքային և բակտերիասպան միջոցներ։ Եթե դուք բուժման կուրս եք անցնում, սովորական խանութային դեզոդորանտների կամ անտիպերսպիրանտներին զուգահեռ օգտագործումը կարող է գերչորացնել մաշկը, առաջացնել ուժեղ կրկրվածություն, քոր և նույնիսկ ալերգիկ դերմատիտ։ Թեյմուրովը ինքնուրույն հիանալի կերպով կատարում է իր աշխատանքը։ Ինչպես ճիշտ օգտագործել առավելագույն արդյունքի համար։ Որպեսզի այս 400 դրամանոց հրաշքը աշխատի 100%-ով, պետք է հետևել հստակ կանոնների։ Ուղղակի կեղտոտ կամ թաց մաշկին քսելը անօգուտ է։ Նախապատրաստում։ Լվացեք ոտքերը կամ թևատակերը տաք ջրով և օճառով։ Պարտադիր պայման։ Մաշկը սրբիչով չորացրեք այնքան, որ այն դառնա կատարելապես չոր։ Սկսելու ընթացքը մածուկի համար։ Վերցրեք քիչ քանակությամբ մածուկ և բարակ շերտով մերսեք մաշկի խթրահարույց հատվածները, ոտնաթաթ մատների արանքներ, 1-2 րոպե շարունակ, մինչև այն կներծծվի։ Հիշեք, որ Թեյմուրովի մածուկը բավականին խիտ է, պետք չէ վերցնել մեծ քանակությամբ։ Սպրեյի կիրառումը։ Ցողեք մաքուր չոր մաշկին 10-15 սմ հեռավորությունից։ Սպասեք մի քանի վայրկյան, մինչև ամբողջությամբ կչորանա։ Ժամանակը։ Ամենալավ տարբերակը քնելուց առաջ օգտագործելն է։ Պառկեք մահճակալին, քսեք մածուկը կամ փչեք սպրեյը, հագեք բամբակյան մաքուր գուլպաներ և թողեք ամբողջ գիշեր։ Կուրսը։ Այս միջոցը օգտագործում են 3-ից 7 օր անընդմեջ, կախված խնդրի բարդությունից։ Դրանից հետո պետք է անպայման ընդմիջում անել։ Սովորաբար 7 օր օգտագործելուց հետո դուք կնկատեք աներևակայելի դրական արդյունքը ձեր մաշկի խնդրի հետ կապված։ Ցանկացած միջոցի մասին խոսելիս մենք անպայման խոսում ենք հակացուցումների մասին։ Չափազանց կարևոր է իմանալ, որ չնայած իր հանճարեղությանը, Թեյմուրովի մածուկը կոսմետիկ կրեմ չէ, այլ բուժական պրեպարատ, ուստի այն ունի իր սահմանափակումները։ Բաց վերքեր և ճաքեր։ Եթե մաշկի վրա կան արնահոսող ճաքեր, բաց վերքեր կամ սուր բորբոքումներ, քսուկը քսել չի կարելի, որովհետև կառաջացնի ուժեղայրոց և կրկռում, հղիություն և կրծքով կերակրում։ Բաղադրության մեջ առկա բորաթթվի պատճառով այս շրջանում միջոցի կիրառումը արգելվում է։ Տարիքային սահմանափակում։ Միջոցը խոր չի տրվում օգտագործել մինչև 14 տարեկան երեխաների համար։ Երիկամային անբավարարություն։ Քանի որ բաղադրիչների մի մասը կարող է չնչին քանակով ներծծվել արյան մեջ, երիկամների ծանր հիվանդություններ ունեցողներին այն հակացուցված է։ Անհատական անտանելիություն։ Եթե քսելուց հետո զգում եք երկարատև այրոց, տեսնում եք ուժեղ կարմրություն, անմիջապես լվացեք այն ջրով և դադարեցրեք օգտագործումը։ Առհասարակ, մինչ մեծ չափով օգտագործելը, փորձեք այն ձեր դաստակի վրա փոքր քանակությամբ։ Հետևեք մաշկի ռեակցիային և դրանից հետո միայն օգտագործեք մեծ մակերեսներին։ Թեյմուրովի մածուկը և սպրեյը այն հնաբնակներն են, որոնք իրենց արդյունավետությամբ հանգիստ կարող են փոխարինել թանկարժեք սրահների պրոցեդուրաներին։ Ընդամենը 400 դրամ և մի քանի օր ճիշտ խնամք, և դուք ընդմիշտ կմոռանաք թաց թևատակերի կամ ոտքերի տհաճ հոտի պատճառով անհարմար իրավիճակներում հայտնվելու մասին։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, ապա հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը։ Նաև նշեք, արդյոք ծանոթ եք Թեյմուրովի մածուկին, երբևէ կիրառել եք այն, թե ոչ։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ և բաժանորդագրվեք մեր ալիքին հաջորդ հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։